Դուք ձեր հրապարակախոսական գործունեության մեջ հանդես եք գալիս 3 անուններով, մեկը ձեր անձնանունն է եւ երկուսը կեղծ անուններ։ Կեղծ անուններն են Նավակ Ճոճող եւ Օմարի Արծիվ։ Անկեղծ ասած դրանցից ինձ ամենաշատը դուր է գալիս Օմարի Արծիվը, որովհետեւ կապված է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում գտնվող մի բարձունքի հետ։ Ես ուզում եմ անամ կարող եք արդյոք այդ նույն անվանման տակ հանդես գալ նաև հետագայում հրապարակախոսական գործունեության։ Երկրորդը, ինչպես եք դուք վերաբերվում ականապատ դաշտերի քարտեզները ադրբեջանական պահանջով թշնամուն փոխանցելու որոշումներին, որը եղել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որովհետև դրանից հետո ադրբեջանցիներ էին պայթում այդ ականների վրա եւ դա էր պատճառը, որ Ադրբեջանը ստիպեց Հայաստանի իշխանություններին Տավուշից 4 գյուղեր եւ հարակից տարածքներ Ադրբեջանին հանձնելու, մեր սակրավորների կյանքի գնով վնասազերծել այդ տարածքները, նոր տարածքները հանձնել, այսինքն նրանք, ովքեր ցանկանում էին մեր սակրավորների մահը, մեր սակրավորներին մցրել էին ականապատ դաշտեր, թշնամու մահը չցանկանալու համար։ Ես ուզում եմ իմանալ ձեր վերաբերմունքը ռազմական բնույթի հուժ գաղտնի տեղեկությունները ժամանակին թշնամու փոխանցելու վերաբերյալ։ Եվ երրորդ հարցը վերաբերում է ձեր այլ գործունեությանը։ Դուք ղեկավարել եք դեղերի փորձագիտական կենտրոնը, որի տեղակալներից մեկը եղել է Լիլիթ Ղազարյանը։ Լիլիթ Ղազարյանը վերջերս ընտրություններից անմիջապես հետո հեռացվել է պաշտոնից։ Ես ուզում եմ իմանալ, թե դուք ինչ գնահատականներ ունեք Լիլիթ Ղազարյանի մասնագիտական կարողություններին եւ դուք անկեղծ ասած ես լսել եմ ձեր արդարամտության վերաբերյալ որոշ դատողություններ, ուզում եմ այդ տեսանկյունից լսել, թե ինչպես եք վերաբերվում ընտրություններից անմիջապես հետո միայն իմ քույրը լինելու հանգամանքով նրան պաշտոնից հեռացնելու փաստին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Ղազարյան, ես ձեր տեղը լինեի իրականում այդ երրորդ հարցը չէի տա, որովհետև ես չեմ կարող լիարժեք հիմա անկեղծ պատասխանեմ այդ հարցին, որովհետև եթե ես լիարժեք այդ հարցին պատասխանեմ, ձեզ այդքան էլ դուր չեն գա որոշ առումով իմ որոշակի գնահատականները, այդ թվում նաև մասնագիտական առումով իմ պատկերացման շրջանակում, որով որ նաև տվյալ ոլորտը վերահսկող կառույցն է աշխատում, ես տենց բավականին սուր եւ խիստ գնահատականներ ունեմ ընդհանրապես այդ կառույցի գոյության եւ կառույցի գործառույթների մասով, ես այնուամենայնիվ Տիկին Ղազարյանին շատ հարգանքով եմ վերաբերվում, ինքը իմ տեղակալն է եղել, քանի որ դուք հարց տվեցիք ինչպես եք վերաբերվում նրան, թե աշխատանքից ազատվել է այս վերջերս, ես ձեզ ուղիղ ասում եմ, որ Տիկին Ղազարյանը պետք է աշխատանքից ազատվեր իմ հրամանով դեռ օրինակ այն պայծ սկսած, երբ որ ես դարել եմ տվյալ հիմնարկի ղեկավար կամ գոնե 2021 թվականի ընտրություններից, եթե չեմ սխալվում, հունիսի 29-ին ընտրությունները, հունիսի 21-ին, երբ որ ես մտել եմ այդ հիմնարկ ընտրություններից հաջորդ օրը։ Այս մասով այսքանը չեմ ուզել անդրադառնալ, կարծում եմ պետք չի շարունակեք։ Ինչ վերաբերվում է Օմարի Արծվին, երբ որ ես ինձ Օմարի Արծիվ էի կոչում, ես ծառայում էի, ինչպես գիտեք, Քելբաջարի կամ Քարվաճարի, ում ոնց հարմար է իրականում թողա անվանի, ես իմ պատկերացումը ունեմ դրա վերաբերյալ, երբ որ ինձ տենց էի կոչում, իրականում ես չեմ համարում, որ ես Օմարի Արծիվ եմ եղել, ես այնուամենայնիվ ծառայելով հանդերձ որոշակի գրառումներ էի անում մեկու մեջ եւ ես կարծում էի, այդ թվում նաեւ որոշակի զինծառայողների կողմից թույլտվություն ունեի այդպես ստորագրելու իմ գրառումները, որտեղ ես իրենց ձայնը էի որոշակի առումով բարձրաձայնում եւ իրենց էի ներկայացնում, որտեղ ես ինչ չեմ կարող կոչել Օմարի Արծիվ որպես այդպեսին, որտեղ այնքան մարտական հենակ է ժամանակահատվածում եւ այն պայմաններում, որոնք որ ծառայել են մեր զինվորները, ես մարտական հենակետերում այդքան ժամանակ չեմ անցկացրել, այնուամենայնիվ որքան մեծ ցանկություն եմ ունեցել օրենքը արգելում էր որոշակի առումով։ Եվ երրորդ հարցը, ինչ վերաբերվում է ականապատ քարտեզների, պարոն Ղազարյան, ես ձեզ սենց ասեմ, ես չեմ կարծում, որ կա մի այնպիսի հարց, երբ որ այդ հարցի հիմքում ընկած են մարդկային կյանքեր, կա ինչ-որ մի տենց բան, որը որ չի կարելի քննարկել կամ դա համարել այդ մարդկային կյանքից ավելի թանկ։ Ես թվում է դուք շատ լավ գիտեք այդ քարտեզների պատմությունը, ինչի շրջանակում է եղել, ինչու է, ու իհարկե ոչ ձեր ձևակերպումներով ավարտում են որոշումներ կայացվել, որովհետև ի վերջո դուք բոլորը
գիտեք եւ դուք բոլորը դա բարձրաձայնում եք եւ դեռ բարձրաձայնելու ենք, որ Բաքվում կան հայեր, որոնք որ գտնվում են բանտերում եւ յուրահատուկ պայմաններում եւ իրավիճակում։ Արձագանք։ Քանի որ պատասխանները ընդհանուր առմամբ իրancs մեջ լրջություն ու բովանդակային իմաստով չէին պարունակում, դրանց չեմ ուզում անդրադառնալ, միայն ձեր ուշադրությանը ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, պարոն Գաբրելյան, որ ձեր տեխնացիան քննարկումը գնում է ինձնից աջ կողմից գրեթե կիսադատարկ դահլիճում, ես հաշվեցի մոտարապես 38 դատարկ աթոռ ձեր խմբակցության падգամավորների, այդ թվում այն հանձնաժողովի նախկին ղեկավարի, որին դուք հիմա հավակնում եք, եւ այդ հանձնաժողովում ձեզ հետ միասին հավակնորդի բացակայության։ Ես կարծում եմ, որ ձեր հետագա ելույթում դուք առավելապես ապավինեք այլ խմբակցությունների падգամավորների աջակցությանը, որովհետեւ ոնց որ հասկանում եմ, ձեր թիմի ներսում ձեր նկատմամբ վերաբերմունքը այդքան դրական չի, ինչպես նաեւ նախագահողի, որովհետեւ նախագահողի պարագայում կարծում եմ, որ падգամավորները ավելի կարևոր գործ չպետք է ունենան, քան ազգային ժողովի նիստերին մասնակցելը։ Շնորհակալ եմ։